Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ եւ Տիկին Թովմասյան։ Ասում եք, որ Բագրատ Սրբազանը ասածը չէր վերաբերում Տիկին Ջեբեջյանին։ Ուրեմն խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթում անդրադարձեք, թե ում բերանն էր ցանկանում լվանալ Բագրատ Գալստանյանը։ Ինչևէ, նշեցիք, որ ես եւ իմ գործընկերներից շատերը քննադատել են տվյալ միջադեպը եւ փաստացի հաստատում եք, որ մենք երկակի ստանդարտներ չունենք։ Այսինքն մի դեպքի վերաբերյալ տարբեր մոտեցումներ չունենք եւ այդ մեր մոտեցումը ցանկացած հարցի հետ կապված կախված չէ ով է պաշտոնյան, գործընկերն է թե ոչ, ով է լրագրողը, կուսակցության փողերից է սնվում, թե մյուս կուսակցության փողերից է սնվում։ Եվ առհասարակ ոչ էլ կախված է նրանից, թե տվյալ լրագրողը ինչպես է ընկալում տվյալ իրավիճակը։ Դու արտահայտվում ես այն դիրքերից, թե ինչպես ես դու զգում այդ իրավիճակը։ Ինչևէ, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մենք լրագրողի նկատմամբ ցանկացած անարգալից վերաբերմունք անընդունելի ենք համարում ու կարևորում ենք քաղաքական մշակույթի բարձր մակարդակը։ Ես նաեւ լսել եմ Տիկին Ջեբեջյանի արձագանքը, որ ասում էր ես տղա ունեմ, ինձ հաճելի չի նման իրավիճակում հայտնվելը եւ այլն, ու հիմա հասկանում եք, չէ՞, Տիկին Ջեբեջյան, որ այս իրավիճակը դարձել է քաղաքական շահարկման թեմա։ Եվ ինչի համար ես անկեղծորեն ձեզնից ներողություն եմ խնդրում եւ կոչ եմ անում եւ իմ գործընկերներին, իմ կուսակցության եւ ընդդիմադիր գործընկերներին հանգիստ թողել Տիկին Ջեբեջյանի հետ կապված դրվագը եւ չշահարկել եւ քաղաքական դիվիդենդներ չհավաքել այս իրավիճակի հետ կապված։